Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Նախագահ Արմենակ Աբրահամյանի ուղերձը պետությունն ու ինքնագիտակցությունը, Լևոն 14-րդի խաղաղության ուղերձը Լիբանանում, Զապել Եսայանը ցեղասպանության սեռական բռնությունների մասին, Բաքվինի հետ կապ ունեցող փաստաբանի դատավարությունը Նանտերում, Արևմտյան Հայաստանը Արցախավերադարձի իրավունքի պաշտպանությունում, Երևան-Բաքու հայտարարությունները փոխում չեն պատմական ճշմարտությունը, ԵԱԿ Մինսկի խմբի լուծարումը, կառավարությունը հրապարակալ Արցախաբանակցությունների հիմնական փաստաթղթերը։ Արևմտյան Հայաստանապետական հեռուստատեսության տվացության հարցազրույցին վաղտը Հանրապետության նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանը կարևորել նախագահական ինստիտուտի դերնապատմական պատասխանատվությունը։ Հյուրանոցելով այս ինստիտուտը համ իրավական, համ էլ ազգային ինքնության պահպանման հենասյունն է։ Նախագահն գծալավեր հայությունը շարունակում այն պատմական պայքարը պահանջելով արդարություն ու պատասխանատվություն սաղ են պետություններից, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով ներգրաված են իրար հայերի ցեղասպանության իրագործման մեջին։ Մենք պարտավորենք շարունակենք մեր իրավական պահանջատիրությունը հանուն զոհվածների հիշատակի ու մեր ազգային արժանապատվության նշала պարոն Արմենակ Աբրահամյանը խոսելով հայրենակիցների ներգրավվածության մասին, նախագահը շեշտել էր սոր տեսանելի ազգային գիտակցության վերելքը հարցազրույցին կից հրապարակված տեսանյութը մի օրում հավաքալ ավելի քան 23,000 լիտր մած արձագանք հայությունը արտանում է, տատասնում են ամեն օր, ու այդ գիտակցության պիցրացում մած ուժատամ շարունակելու մեր պայքարը, ասալ է պարոն Արմենակ Աբրահամյանը։ Պարոն Արմենակ Աբրահամյանի ելույթին ամբողջությամբ ծանոթանալի հետի այցելեցիք Western Armenia TV-ին սայտը։ Կոստանդնուպոլսա հետո Պապ Լևոն 14-ը նույն օրը կեցալ է Լիբանան 2 օրյա այցով։ Տարիներ շարունակ տնտեսական ու սոցիալական ճգնաժամերով ծանրաբեռնված Լիբանանը Պապի այցի առիթով հայտարարել 2 ոչ աշխատանքային օր ու ուժեղացրել անվտանգության միջոցներն։ Այցի նպատակն է խաղաղության ու միասնականության ուղերձը փոխանցել բազմակրոն այդ երկրին։ Պապը նախատեսում է Քինիա-Բեյրութ ժամը 4:15 պակաս հատուկ վերանորոգված A320 օդանավով։ Սա պապական առաջին այցն է Լիբանան Բենեդիկտոս 14-ի 2012 թվականի այցից հետո։ Պապ Լևոն 14-ը հանդիպելու է երկրի նախագահ Ջոզեֆ Սունի, վարչապետ Նավաֆ Սալամեի, ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերիի հետ, ապա ելույթ անունելու պետական մարմինների ու դիվանագիտական կորպուսի ռեչի։ Եզրափակելա մխելա պատմական վկայությունն ու ուսումնասիրությունն պիտի նշենք Վեր-Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանության ընթացքում հայ կանանոց ու խոհորձ նկատմամբ կիրառված համակարգված սեռական բռնությունները որևէ կերպ կարել չեն դիտարկվին որպես առանձին անհատների գործողություններ կամ ինքնագիտակցության դրսևորում։ Հայ գրողը մտավորական Զապել Եսայանը հարամենտարիներին շեշտել իսալարվել նման հանցագործություններ իրար են ոչ միայն զանգվածային պարբերական, այլ նպատակաուղղված ուղղված ամբողջ հայ ժողովրդի նվաստացմանը։ Հայ կանանց ու աղջիկների մարմնի նկատմամբ բռնություն ընկալվել իսալել որպես ազգի պատվի խարան, այդ գործողության ոճրագործությունն փորձել սլանավաճին թշնամու ազգին պատկանող տարածք ստանան հոգեբանական ու քաղաքական բավարարվածություն կոտրել ավազգի արժանապատվությունն ակամքը։ Այս երևույթը հայերի ցեղասպանության ամենաողբերգական, բայց պատմական ճշմարտությունը բացահայտող արձանագրություններից ավերը շարունակում է հիշեցնել ժողովրդի նկատմամբ իրականացված համակարգված ու կանխամտածված բնաջնջման քաղաքականության մասին։ Նանտերում սկսվել դատավարություն ֆրանսիացի մի փաստաբանի դեմ վերի մեղադրումն Բաքվի հետի միջնորդություն կատարելի կոռուպցիայի ու խարդախության փորձի մեջի Total ընկերության հետ էներգետիկ բանակցություններում։ Ըստ մեղադրող կողմի ինքը փորձել է գումար ստանալ ադրբեջանցի պաշտոնյաների հետ հատուկ կապերի դիմաց։ Փաստաբանը մեղադրանքը քաղաքական է համարում։ Գործը բացահայտել է միջնորդների կասկածելի խոստումների ու փաստաթղթերի լայն ցանց հիշեցնելով էլֆ գործի ժամանակն են։ Նշում է նաև հայտնի միջնորդ Դեդե Սարդինայի անուղակի դերը։ Դատավարության ֆոնում հիշատակվում են փաստաբանի ենթադրյալ միջամտությունները Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության հռչակագրերը չեղարկելի ուղղությամբ առնչվող Բաքվի շահերին։ Պաշտպանությունը պնդում է վերտայելել է մենակ դիվանագիտական զգուշացում։ Գործը մտուշադրություն է գրավում Փարիզում Բաքվում Արևմտյան Հայաստանում դատարանը պիտի որոշի արդյոք գոյություն ուներ ազդեցության բարդ համակարգ վերջնական վճիռը սպասում է 3 շաբաթ անց։ Արևմտյան Հայաստանը շարունակում ակտիվ դեր խաղանել Արցախահայության իրավունքների պաշտպանության գործում, ըստ տղան իրականացվող նախաձեռնություններն ուղղված են արցախաբնակիչների անվտանգ ետնալի միջազգային կառույցների թվում ՄԻԵԴ-ի ու ՄԱԿ-ի հարթակներում իրենց իրավունքները պաշտպանելի հետի։ Արևմտյան Հայաստանը ներկայացուցիչներն ընդգծում վեր ետնալի իրավունքը անկախտելու ապահովումը պահանջում է համախմբված միջազգային ջանքեր, աշխատանքներ ընդգրկում են իրավական աջակցություն, տեղեկատվական արշավներ ու միջազգային հարաբերությունների միջնորդություն Արցախահայ բնակչության իրավունքների պաշտպանության նպատակով։ Այս գործունեությունը համ նպատակով է պաշտպանել վերադառնալու իրավունքը, համ էլ հիշեցնել միջազգային հանրության արցախահայության հանդեպ պարտավորությունների մասին ու ապահովելու իրենց արժանապատիվ ապրելակերպը հայրենիքում։ 2023 թվականի դեկտեմբեր 2-ին Հայաստանը տարածքում գործող Արցախազգային ժողովը ստեղծել է միջազգային հանձնախումբ պաշտպանելի Արցախաժողովրդի հիմնարար իրավունքները, հատկապես բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը։ 2 տարի անց այս նախաձեռնությունը շարունակում է մնալ առանցքային ու հրատապ։ Հանձնախմբի աշխատանքը հիմնված է ինստիտուցիոնալ լեգիտիմության, պատմական ու իրավական հիմքերի ու ինքնորոշման իրավունքին իրան։ ԱՄԴ 2023 թվականի որոշումը, ինչպես նաև Եվրոպական խորհրդանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Ամերիկայի ու Կանադայի աջակցության աճը վերադարձի իրավունքը բերալն միջազգային օրակարգի կենտրոն։ Չնայած Բաքվի ռևիզիոնիստական
Շվեյցարական քաղաքականությանը Երևանյան գործությանը հանձնախումբը կրեց հալահակազդ է ապակողմնորոշմանը օժեղացնի միջազգային իրազեկումը։ Շվեյցարիայի առաջարկած բանակցային հարթակն միջազգային իրավական հիմնավորումները ստեղծան իրական հիմք վերադարձի գործընթաց առաջ մղելի հետի։ Հարկանդգծել Արցախահայության վերադարձի իրավունքի պաշտպանության ուղղությամբ իրական գործնական քայլ իրականացրած միակ մարմինը մնացալ Արևմտյան Հայաստան կառավարությունը։ Վերջինս դիմալամարտու իրավունքների Եվրոպական դատարան Արցախաբռնի տեղահանված բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանելու իրանց ետրնալի իրավունքում միջազգային մակարդակով հստակեցնելու իրավական գործընթացը շարունակել նպատակավը։ Քաղաքական հայտարարությունների ու ձևական մոտեցումների կողքին էս իրավական նախաձեռնությունը սորմնամա ամենաակնառու գործող ճանապարհը Արցախաժողովրդի իրավունքների պաշտպանության ու իրենց ապահովի ետրնալի ուղղությունավը։ ԵԱՀԿ 2025 թվականի նոյեմբերի 30-ին վերջնականապես կապալա Մինսկի խումբը ու տրասախ կառույցները, սա կարևոր շրջադարձավ, որովհետև Մինսկի խումբը միակ միջազգային հարթակն այլալ վերջին ինչել է սարել Արցախը որպես առանձին քաղաքական հարց ու քննարկելի սարել իրան կարգավիճակը անվտանգությունն իրավունքները։ Լուծարը մտերալը հնարավոր Փաշինյանի ու Ալիևի կողմից Վաշինգտոնում ստորագրված հռչակագրանի ետը ինչը ապահովել է Հայաստան ու Ադրբեջանի համատեղ դիմումը թույլատվալ ԵԱՀԿ 57 պետությունների կոնսենսուսին։ Այսպիսով ավարտվան սաղ վարչական գործընթացները։ 1992-ից գործող Մինսկի խումբը ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան համանախագահությունը Արցախը հարցը պահել իսալ է միջազգային օրակարգումը։ Իրան կապում ավը ԵԱՀԿ լիովին տուսյակյամ Արցախա թեմայից ու ոչ մի միջազգային կառույց այլևս մանդատ չունեն քննարկելի կամ պաշտպանել Արցախահայերի իրավունքներն ապագան։ Արդյունքում Արցախը կորցնում է իրեն վերջին ինստիտուցիոնալ միջազգային հարթակը, ինչն էլ մծացնում է իրեն քաղաքական ու անվտանգության անորոշությունը։ Այս վերջերս հրապարակված փաստաթղթերը բացահայտում են Արցախաշուրջ բանակցությունների իրական տրամաբանությունը դրանցում հնչվող Լեռնային Ղարաբաղ անվանումը ու ներկայացված նյութերը նշանց ընտանվեր Հայաստանում տարիներ շարունակ ձևավորվել իսենյալ քաղաքական միֆեր վեր համապատասխանելիս չնելյալ փաստացի բանակցային գործընթացին։ Փաստաթղթերը ընդգծում են վեր բանակցությունների նպատակը Արցախը միացումը չլալ այլ 7 շրջանների վերադարձ Ադրբեջանին տարբեր ձևաչափերով։ Միջազգային ընկալումը մշտապես իրավեր ինքնորոշումը նշանակում է ինքնակառավարում Ադրբեջանի կազմում վերջ անկախություն։ Ադրբեջանի համաձայնությունը անխուսափելի է, այլ ինչը նշանակելի սարել վեր Արցախում հանրակրվե հնարավոր չէ առանց Ադրբեջանի քաղաքացիների մասնակցության նշման նաև Սերժ Սարգսյանի 2016 թվականի նամակը Պուտինին պատերազմի անխուսափելիության, ռազմական հավասարակշռության խախտման ու Ռուսաստանի աջակցությունը ստանալի կարևորության մասին։ Փաստաթղթերի հրապարակումը նշանցատան վեր հակամարտությունը փաստորեն վերադարձալ 1991 թվականի ելակետին, ինչտեղ Արցախը նախկին անկախության հիմքերը միջազգայինորեն ինել են անգործուն։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ այսքան ենք պատրաստել, սպասիբա ուշադրության հետ, պնդկացիք։